Գիրք Ծննդոց, գլուխ 40-րդ։ Եվ եղավ, որ այս բաներից հետո Եգիպտոսի թագավորի մատրվակը եւ հացագործը իրանց տիրոջ Եգիպտոսի թագավորի դեմ հանցանք գործեցին։ Եվ փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների, այսինքն մատրվակապետի եւ հացագործապետի վրա, եւ նրանց դահճապետի տան բանտի մեջ բանտարկեց, ուր որ Հովսեփը բանտարկված էր։ Եվ դահճապետը Հովսեփին վերակացու նշանակեց նրանց համար, եւ նա ծառայում էր նրանց, եւ նրանք միառժամանակ մնացին բանտումը։ Եվ երկուսն էլ երազ տեսան, ամեն մեկն իր երազը մեկ գիշեր, ամեն մեկն իր երազի նշանակությամբ, Եգիպտոսի թագավորի մատրվակը եւ հացագործը, որոնք բանտումը կապված էին։ Եվ Հովսեփն առավոտանց նրանց մոտ եկավ եւ տեսավ նրանց, որ տրտմած էին։ Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, որ իր տիրոջ տանը իր հետ բանտարկված էին, ասելով. «Ինչու համար ձեր երեսները այսօր տխուր են»։ Եվ նրանք ասեցին նրան. «Երազ ենք տեսել, եւ նրան մեկնող չկա»։ Եվ Հովսեփն ասեց նրանց. «Ահա մեկնությունները Աստծուն են վերաբերվում, խնդրեմ պատմեցեք ինձ»։ Եվ մատրվակապետը պատմեց իր երազը Հովսեփին եւ ասեց նրան. «Երազումս տեսա, որ առջևս մի ворդ կար, եւ այն ворդի վրա 3 ուր կային, եւ հենց որ բողբոջեց ծաղիկ տվավ, եւ նրա ողկույզները խաղող հասցրին։ Եվ փարավոնի բաժակը իմ ձեռքին էր, եւ խաղողներն առի, եւ փարավոնի բաժակի մեջ ճմլեցի, եւ գավաթը փարավոնի ձեռքը տվի»։ Եվ Հովսեփը նրան ասեց. «Սա է դրա մեկնությունը. 3 ուռը 3 օր է։ 3 օրից հետո փարավոնը քո գլուխը կբարձրացնե եւ քեզ դարձյալ քո պաշտոնի վրա կդնե։ Եվ փարավոնի բաժակը նրա ձեռքը կտաս այն առաջի սովորության պես, երբ որ նրա մատրվակն էիր։ Բայց ինձ միտքդ բեր, երբ որ քեզ բարիք կլինի, եւ խնդրեմ ինձ բարերարություն արա, եւ ինձ հիշիր փարավոնի առաջին, եւ ինձ հանիր այս տունիցը, որովհետեւ իրավ գողացվեցա եբրայեցիների երկրիցը, եւ այստեղ էլ մի բան չեմ արել, որ ինձ այս գուբը նետեն»։ Եվ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնեց, ասեց Հովսեփին. «Ես էլ երազումս տեսա, որ գլխիս վրա 3 նաշիհի սակար ունեի, եւ ամենի վրայի սակարի մեջ կար փարավոնի ամեն կերակուրներիցը, որ հացագործը շինում է, եւ թռչունները ուտում էին նրանց գլխիս վրայի սակարիցը»։ Եվ Հովսեփը պատասխանեց եւ ասեց. «Սա է դրա մեկնությունը. 3 սակարը 3 օր է։ 3 օրից հետո փարավոնը քո վրայից վեր կառնե քո գլուխը, եւ քեզ մի ծառից կկախե, եւ թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։ Եվ եղավ 3-րդ օրը, որ փարավոնի ծննդյան օրն էր, եւ իր բոլոր ծառաների համար խնջույք արավ, եւ իր ծառաների մեջ մատրվակապետի եւ հացագործապետի գլուխները վեր հանեց, եւ դարձրեց մատրվակապետին իր պաշտոնին, եւ նա բաժակը փարավոնի ձեռքը տվավ, բայց հացագործապետին կախել տվավ, ինչպես Հովսեփը մեկնել էր նրանց։ Բայց մատրվակապետը չհիշեց Հովսեփին եւ մոռացավ նրան։